Այժմ մենք միասին կանցնենք մի ուղի, որի միջոցով կբացահայտենք հայ ավանդական պարերի դերը հայ մարդու կենցաղում շատ հին ժամանակներից մինչ օրս։ Կուսումնասիրենք դրանց փոխակերպումները ու ստանձնած առանցքային դերը հայ ինքնության ձևավորման և կերտման պահպանման գործում։ Այսօր մեր խոսնակն է Անին Գինոսյան, Կարին ավանդական երգի պարի խմբի գեղարվեստական ղեկավարը 2024 թվականից։ Անին անդամակցել է խմբին դեռևս 2014 թվականից, ինչպես նաև դասավանդում է ազգային պար Այպավակ դպրոցում և Երևանի պետական համալսարանի մշակութաբանության մագիստրատուրայի ուսանող է։ Անին նաև ազգային երկու պարի ակադեմիա կրթամշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է և համակարգում է այդտեղի նախագծերը, ինչպես նաև Կարին գիտական կենտրոնի աշխատանքները։ Եվ այսօրվա միջոցառումը, այսպես ասած, կբարեմ ես, Դիանան, ես 2022 թվականից Կարին գիտական կենտրոնի անդամ եմ, ինչպես նաև Ծովակ ավանդական երգի պարի խմբի անդամ։ Եվ այսպես եւս մեկ անգամ հիշեցնեմ տեխնիկական հրահանգների մասին, խնդրում ենք ձեր բարձրախոսները անջատած պահել, հարցերը կարող եք գրել զրուցարանում եւ նորից հիշեցնեմ, որ մեր հանդիպումը տեսաձայնագրվում է եւ տեղադրվելու է YouTube-յան էջում։ Դե ինչ, սկսենք։ Եվ առաջին հարցը մի քիչ պարզ ձևակերպում ունի, բայց իրականում շատ խորքային մտորումների տեղիք է տալիս եւ առաջին հարցն է, թե ինչ է պարը, ինչ է հայ ավանդական պարը եւ ինչպիսին է այն եղել հնում հայերի կենցաղում։ Բարև ձեզ, եթե դեմ չեք, ես իմ էկրանը կիսեմ ձեզ հետ, որովհետեւ նաեւ սահիկ ունեմ պատրաստած։ Միասին սահիկով նաեւ անցնենք։ Այսօր կպատմեմ ձեզ հայկական ավանդական պարերից եւ առհասարակ դրանց պատմությունից։ Միասին կփորձենք ուսումնասիրել պարերը, հուսամ ձայնս նորմալ լսվում է։ Սկզբի համար երևի կարիք կլինի, որ նաև մեջբերումներ ունեմ մի փոքր, այստեղ դուք տեսնում եք Գագիկ Գինոսյանի արտահայտությունները, այսպես ասած, աֆորիզմները պարի մասին, պարը ծնվեց, երբ առաջին անգամ պարը ծնվեց, երբ մարդն առաջին անգամ չկարողացավ իր ոգևորությունը խոսքի եւ նույնիսկ երգի միջոցով արտահայտել, պարնաճեց, զորեղացավ եւ դարձավ արվեստների թագը, որովհետեւ միակն էր, որ միաձուլեց մարդկային հոգին եւ մարմինը։ Կարծում եմ շատերս գիտենք պարոն Գինոսյանին, գիտենք իր ավանդը եւ իր ծավալած գործունեությունը ավանդական պարի ոլորտում առհասարակ։ Սրա մասին նաև քիչ ուշ կխոսենք։ Նաև հարկ է մեջբերել հայ մյուս մեծերին, ովքեր պարի մասին ունեն ձևակերպումներ, Կոմիտասն ասում էր, որ պարն է արտահայտում յուրաքանչյուր ազգի բնորոշ գծերը, մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը, իսկ Կոստան Զարյանը ասել է, որ ցեղը գերազանցապես ռիթմ է, եւ երբ պատահում է պարագաների բերումով, որ ցեղը կամ ժողովուրդը կորցնում է, մոռանում է իր կշռույթային ինքնուրույնությունը, նա դառնում է խառնածին քանակ, բոլոր հոսանքները ընդունող եւ ոչ մի հոսանքի պատկանող, բոլոր պարերը պարող, բայց հոգեպես մերկ եւ մշտնջենապես անպար։ Քաոսը վերջ է գտնում, երբ ժողովուրդը հիանալի ճիգով վերադառնում է իր պարին։ Եթե գանք պարի ծագումնաբանությանը, պիտի անպայման նշենք, որ ավանդական մշակույթը, ավանդական պարերը ծագել են մարդու զարգացման հետ զուգահեռ, այսինքն այն ժամանակվանից, երբ որ երկիր մոլորակը բնակեցվել է մարդկանցով, պարը եղել է ուղեկցողը, առհասարակ մշակույթը եղել է ուղեկցողը, կապակցողը, հաճախ հույզերը արտահայտելու ձևերից մեկը, երևի ամենացայտունը, եւ մենք սովորաբար պարերը դասակարգում ենք ըստ իրենց ծագումնաբանության արմատների, այս դեպքում դուք տեսնում եք 3 նշված կետ՝ արևապաշտություն, կենդանիներ եւ թռչուններ,
Սրանք ես հատուկ զետեղել եմ ամենածավալունները, որպեսզի դրանց միայն անդրադառնանք, քանի որ նյութի ծավալը իրականում բավական մեծ է։ Սկզբնական շրջանում դեռևս սա խոսում ենք նախահեթանոսական շրջանի մասին, երբ մարդկանց պաշտամունքային առարկաները կամ պաշտամունքային երևույթները եղել են ոչ թե աստվածները, այլ հենց բնության երևույթները, բնական երևույթները, ինչպես նաև կենդանիները, թռչունները, որոնց մենք նաև անվանում ենք տոտեմներ, եւ այս պաշտամունքներից ծնված ունենք բազում քանակի պարեր, որոնք իրենց միջոցով, այսինքն հայերը հենց այդ պարերի միջոցով արտահայտել են իրենց վերաբերմունքը, իրենց խոնարհումը, իրենց պաշտամունքը, մեծարումը տվյալ աստվածություններին եւ այդ պարերն էլ նվիրել են այդ աստվածություններին եւ նաեւ անպայման պիտի նշեմ, որ այդ պարերը երգերը, այսօր մենք իհարկե ավելի խորը կխոսենք պարերի մասին, բայց հենց այստեղ է որ պիտի նշեմ, որ այդ պարերը երբեք չեն եղել առանձին կամ կոնտեքստից այսպես ասած կտրված, իրենք հիմնականում եղել են ծեսի, ծիսակարգի բաղկացուցիչ մաս եւ իրականացվել են, պարվել են այդ ծեսի շրջանակներում։ Եթե բնապաշտությունից խոսենք, այստեղ ունեցել ենք եւ արևի պաշտամունքին նվիրված պարեր, եւ անձրևի աստվածությանը նվիրված պարեր, եթե կենդանիների պաշտամունքից խոսենք, ունենք իհարկե սրան շուտով առանձին եւս խորապես կանդրադառնանք, բայց խոյերի պաշտամունքին նվիրված պարեր կան, որոնք վերագրվում են նաեւ ձիերի պաշտամունքին, թռչուններն էլ ընդհանուր առմամբ թռչունները առանձին պաշտամունքային արարածներ են եղել, քանի որ ըստ հին հայկական հավատալիքների չար ուժերը գտնվել են գետնի տակ, իսկ բարի ուժերը աստված, աստվածությունները եւ մեր մահացած նախնիների հոգիները գտնվել են երկնքում եւ թռչունները համարվել են միակ կենդանի արարածները, որոնք կապում են երկնքում ապրողներին երկրի վրա ապրողների հետ։ Սրա պատճառով թռչունների պաշտամունքը շատ խոր արմատներ ունի մեր մեջ եւ նույնիսկ մենք առայսօր ունենք արտահայտություններ, որոնք անում ենք առանց դրանց իմաստը խորապես հասկանալու, բայց դրանք հենց խորքում կապ ունեն այս թռչունների պաշտամունքի հետ, օրինակ երբ ասում ենք թևս ցավում է կամ օգտագործում ենք դասից թռնել արտահայտությունը, ենթադրենք, այս բոլորը վկայում են խորքային թռչունների պաշտամունքի բնույթի մասին եւ պարերի միջոցով, այն պարերի, որոնք որ նվիրվել են թռչուններին, այս պարերի միջոցով հայերը փորձել են ավելի բարձր ցատկել, այդ պարերը հիմնականում կոչվում են վերվերիներ կամ թռնոցիներ եւ համարել են, որ ով ավելի բարձր ցատկ կանի, նա ավելի մոտ կլինի իր նախնիներին, ավելի թռչնակերպ կլինի եւ հետեւաբար ավելի կատարյալ կլինի, այսինքն դեռևս նախահեթանոսական հայ մարդու պատկերացումներում եղել է կատարելության ձգտումը եւ ձգտումը այդ վերին բարձրագույն բացարձակ բարի ուժերին նմանվելու ցանկությունը։ Շնորհակալություն, իրականում հայ ավանդական պարերը շատ բազմաշերտ են եւ այդ գործում մեզ հայ մեծերի խոսքերը շատ օգնում են մի փոքր ավելի լավ հասկանալու դրանց ամբողջ այդ խորքայնությունը ու եթե մի փոքր գիտականորեն մոտենանք, ինչպես են առհասարակ դասակարգում հայ ավանդական պարերը։ Ուրեմն պարերը ըստ բնույթի բավականին շատ դասակարգումներ ունենք, ես այստեղ ներառել եմ ամենամեծերը, որոնք շատ պարեր են իրենց մեջ ներառում։ Եթե բնույթներից խոսենք, ապա ավանդական հայկական պարերը բաժանվել են մի քանի բնույթի, որոնցից մեկը համայնքայինն է։ Համայնքային պարերի առանձնահատկությունը այն է, որ այդ պարերը պարվել են ամբողջ համայնքով, ի տարբերություն մյուս բնույթների, հեսա այնտեղ իրենց մասին կխոսեմ, բայց այս պարերը իրավունք են ունեցել պարաշարքում ընդգրկվել բացառապես բոլոր բնակիչները, համայնքի բոլոր անդամները առանց խտրականության, անկախ իրենց տարիքից, սեռից, եւ հենց սրանք են, որ մեծապես նպաստել են համայնքի ամրությանը, միասնականությանը եւ այդ երկու կարևոր բաղադրիչների պահպանությանը։
Ունենք ծիսական կամ պաշտամունքային պարեր, որոնց մասին նախորդ արդեն խոսեցի, սրանք հիմնականում իրենց խորքում կրում են պաշտամունքային տարր եւ կամ կատարվում են ծեսերի ժամանակ կամ կոնկրետ եկեղեցական կամ ավանդական տոների ժամանակ։ Ունենք ռազմական պարեր, այս պարերը պարել են միայն տղամարդիկ եւ պատճառներից հիմնականը այն է, որ պարերը ռազմապարերը պարվել են մարտի մեկնելուց առաջ, գնալուց առաջ եւ նրա այդ պարերի նպատակը եղել է ոչ թե դիմացինին վերաբերվելը որպես թշնամի, այլ հակառակը վերաբերվել է որպես զինակից ընկեր, միմյանց ոգի տալու, ուժ տալու համար, միմյանց ոգին բարձրացնելու համար, թիմը զգալու համար, որ մենք օրինակ այս X հոգով հիմա պիտի գնանք ռազմի դաշտ եւ փորձենք հաղթանակ տանել։ Եվ նաև այս ռազմապարերը ունեցել են հաղթանակը տոնելու բնույթ, այսինքն երբեմն նաև ռազմապարերը պարել են հաղթանակներից հետո եւ նաև կա վարկած, որ որոշ համայնքներում կանայք այդ ռազմաճակատ գնացած տղամարդկանց փոխարեն իրենց տներում են պարել ռազմապարերը եւ հավատացել են, որ իրենց ուժը եւ դրական էներգիան ուղարկում են տղամարդկանց, ովքեր այդ պահին գտնվում են ռազմի դաշտում։ Սրանից բացի մենք ունենք առանձին հարսանեկան պարեր չարխափան, սրանք ունենք եւ առանձին չարխափան պարեր, բայց հարսանեկան պարերի մեծ մասը եւս բնույթով չարխափան են, դրա համար մի կետում եմ նշել։ Հիմնականում ինչպես քիչ առաջ նշեցի, քանի որ ըստ հին հայկական հավատալիքների սատանան եւ կամ չար ուժերը գտնվում էին գետնի տակ, չարխափան պարերը հիմնականում այդ չար ուժերին մեր համայնքից, մեր կյանքից դուրս մղելու, հեռու մղելու, ավելի խորը դեպի գետնի տակ ուղարկելու համար են եղել նախատեսված եւ դրա համար կատարվել են կրունկով կամ ամբողջ ոտնաթաթով հարվածներ գետնին, ծափեր, որոնք որ խորհրդանշել են հենց այդ հարվածները եւ իրենք հավատացել են, որ այդ հարվածներով չար ուժերին ավելի հեռու են վանում եւ այս պարերը նաեւ պարվել են հարսանեկան արարողությունների ժամանակ, որպեսզի հարսանեկան զույգը, ամուսնացող զույգը առանց չար ուժերի մեկնարկի իր ամուսնական կյանքը եւ իհարկե հարսանիքների ժամանակ բազմազան այլ պարեր եւս պարել են, օրինակ ճամփի պարեր են ունեցել, որոնք պարել են Փեսայի տնից Հարսի տուն գնալու ժամանակ, ունեցել են խնամիների պար, որը պարել են աղջկա կողմի բարեկամները, առհասարակ այստեղ նաեւ պիտի նշեմ, որ հայկական իրականության մեջ աղջկան ամուսնացնելը այդքան էլ ուրախալի իրադարձություն չի եղել, ինչպես այժմ է։ Հայրը կարծել են, որ աղջիկը մահանում է որպես այդ տան աղջիկ եւ վերածնվում է որպես մյուս տան կին եւ այդ անցումը իրենց համար եղել է սքո առարկա եւ նույնիսկ Հարսին հագցնելու երգերը հաճախ իրենց մեջ շատ տխուր տարեր են պարունակում, որտեղ Հարսը երգում է օրինակ, որ մայրիկ քո սրտից եկել են տանում են ինձ կամ մայրն է մոտավոր նույն տեքստով երգել աղջկա համար։ Եվ ամբողջ այդ հարսանեկան արարողության 7 օր 7 գիշերի ժամանակ աղջկա կողմի բարեկամները գրեթե չեն տոնել։ Եվ միայն արդեն բուն հարսանեկան արարողության ամենաթեժ պահին սեղանապետը, այն ժամանակ թամադա չեն ասել, ով որ լինում էր հիմնականում կամ գյուղի ամենահարգված մարդը, կամ իրենց համայնքի ամենահարգված մարդը, կամ գուցե ինչ որ տեղերում քավորներ լինում, հայտարարում է, որ հիմա բոլորը պիտի նստեն եւ պարում են խնամիները եւ խնամիները, այսինքն Հարսի կողմի բարեկամները այս ժամանակ պարել են խնամիների պար, որը տարօրինակաբար ունի դեպի ձախ ընթացք, առհասարակ մեր պարերը դեպի աջ ընթացքով են հաճախ շարժվում, որովհետև աճն ու ձախն էլ շատ խորհրդանշական ուղղություններ են հայկական իրականության մեջ, հաճախ աճը կապվում է առողջության, հաջողության, առաջընթացի հետ, իսկ ձախը ընդհակառակը ձախորդության, փանոսության հետ եւ
ձախ տեղաշարժ ունեցող պարերը հաճախ լինում են սքո պարեր։ Այս դեպքում, երբ որ հարսանեկան պարն է պարվում դեպի ձախ, մենք ասում ենք, որ իրենք ձախ գնալով ցույց են տալիս իրենց մահացած նախնիներին, թե ինչ կերպ են ունեցել եւ ինչ տոհմ են, ինչ ազնվական տոհմից են իրենք սերում, եւ այնուհետեւ պարը ունի դեպի աճ վերադարձ խոնարհումով, որով ցույց են տվել իրենց խոնարհումը օրվա թագավորին եւ թագուն։ Քանի որ հայկական հարսանեկան ծեսի մեջ Փեսան համարվում էր թագավորը, հարսը թագուհին, եւ այստեղ էլ նաեւ ունենք օրինակ թագվորի գյովընդ, այսինքն Փեսայի գյովընդ, որը ապրել են Փեսայի ընկերները եւ Փեսայի կողմի բարեկամները, ինչպես նաեւ հայտնի այս վերջերս բավականին տարածում գտած Մոմերով գյովնդը, որը ապրվել է հարսն ու Փեսայի այդ հարսանեկան ծեսի այն հատվածում, երբ որ դրանից հետո հարսն ու Փեսային ճանապարհել են դեպի հարսանեկան ամուսնական առագաստ։ Այդպես ունենք սքո պարեր, որոնք հիմնականում էլի բաժանում ենք մի քանի տեսակի, կա համայնքային սուկ, այսինքն համայնքային սքո պարեր, օրինակ երաշտի պար ունենք գորանիները, որոնք պարվել են անձրևաբեր ծեսի որպես բաղկացուցիչ մաս, ունենք սքո պարեր, որոնք պարվել են հենց թաղման արարողության ժամանակ եւ դրա համար էլ հայկական հին գերեզմանատներում հայերն ունեցել են պարահրապարակներ, որտեղ պարվել են կոծապարեր, երևի այդ լացու կոծ բառից կարծում եմ այդ գիտեք, այդ կոծելը էլի լացելու հոմանիշ բառ է եւ այս որպես տերմին ունենք եւ կոծերքերը, այսինքն ողբերքեր եւ կոծապարեր, այսինքն ողբի պարեր, որոնք պարվել են հենց թաղման ծեսերի ժամանակ։ Ունենք առանձին բաժին հերոսի թաղման պարերի, որովհետեւ հերոսների թաղումը այդպես սքո արարողություն չի եղել, ավելի շատ բնույթով հենց հաղթանակն է խորհրդանշել կամ այդ մարդու կատարած հերոսությունները եւ համարվել է, որ պատիվ է, որ նա ճակատամարտում է ընկել եւ ոչ սովորական մահով մահացել։ Այսպես սքո պարերը եւս բավական լայն սպեկտր ունեն, ուղղակի ցավոք սրտի բոլորը չի, որ պահպանվել են, շատ քիչ նմուշներ ունենք մեզ հասած, որովհետեւ եւ բացի նրանից, որ իրենք կիրառելիությունը իրենց ինչ որ ժամանակի հետ կորցրել են, նաեւ արդեն այն մարդիկ, ովքեր զբաղվել են ավանդական մշակույթի վերհանմամբ, ըստ երևույթին բնույթից ելնելով, քանի որ սրանք բնույթով տխուր պարեր էին, շատ չեն շրջանառել հատկապես բեմական միջավայրում։ Եվ ունենք աշխատանքային պարեր, որոնք հիմնականում էլի բաժանում են երկու մասի, մեկը որ պարեր են հենց աշխատանքի ժամանակ, օրինակ ունենք էրիշտայի պար, երբ որ խմոր են հունցել կրունկով, կրունկի հարվածներով, կամ ունենք դապկի, որով ոտքի հարվածներով նստացրել են տանիքների վրա եղած կավահողը, եւ ունենք աշխատանքի process-ը ցուցադրող պարեր, օրինակ բուլուլ պար ունենք, որը խոտի դես հավաքելու պար է եւ ոչ թե պարել են դեզը հավաքելուց, այլ դրանից հետո ցուցադրելով այդ խոտ հավաքի գործընթացը։ Անիտյան, ասենց տարաբնույթ պարերի մասին մանրամասն խոսեցինք, կուզեմ հիմա ծիսական ու պաշտամունքային պարերի օրինակով քննարկենք, թե ինչպես է պարը արտահայտել հայ մարդու այդ կենցաղային շերտերը, բովանդակությունը ու որոնք են ամենատարածված այդ տեսանկյունից պարատեսակները։ Շատ լավ, կարծում եմ այսօր չենք կարող քոչարիներից չխոսել։ Նախ պիտի նշեմ, որ քոչարին հայկական լեռնաշխարհում ամենատարածված պարաձևն է եւ ըստ լեզվաբանների քոչարի բառի արմատը կապ ունի խոյ կենդանու հետ, խոյ, որին շատ գյուղերում խոյին ասում են ղոչ եւ հաճախ տղա երեխաներին նաեւ ասում են ղոչ մանչ, այսինքն խոյի նման ուժեղ, պինդ, ձիգ տղա, եւ այդ ղոչն էլ տարադարձվել է քոչ եւ պարը անվանվել է քոչարի։ Տարբեր այլ վարկածներ կան անունի հետ կապված, օրինակ որ
քոչվորներն են բարել դրա համար քոչարի, ես նույնիսկ վարկած եմ լսել, որ ասում են քոչ նշանակում է ցեղ եւ իբր պարագլուխը ասում է քոչ արի իմ ետևից, այսինքն իմ ցեղ արի իմ ետևից, բայց ըստ երևույթին մենք մեր գիտական կենտրոնը ամեն դեպքում հակված է մնալու այն եզրակացությանը, որ սա ուղիղ կապ ունի խոյերի պաշտամունքի հետ, քանի որ նաև պարի մեջ շարժումը ակնհայտորեն ցույցում է պարի եւ ռազմական բնույթը եւ հենց խոյերի այդ խոյահարող շարժումը։ Նախ նշեմ, որ շատ բնական է, որ հայերը իրենց նախահեթանոսական շրջանում որպես տոտեմական կենդանի պաշտամունք ունեցել են խոյերի նկատմամբ, որովհետեւ խոյերը բավականին տարածված են եղել մեր լեռնաշղթայում եւ անտրամաբանական կլիներ, եթե այդ պաշտամունքը լիներ դիցուք փղերի նկատմամբ օրինակ, որոնք մեր տարածաշրջանում ընդհանրապես չկան եւ կարծում եմ ինչն էր այս խոյերի առհասարակ ֆենոմենը, որի համար հայերը պաշտել են խոյերին, դա նրանց ազնվական կեցվածքներ եւ արդար մարդ մղելու իրենց միտումներ։ Խոյերը կանգնում են միմյանցից հեռու մեծ հեռավորության վրա, երբ որ ունենում են իրար հետ լուծելու ինչ-որ հարց, օրինակ տարածքի խնդիր, էգի խնդիր, վեճ իրար մեջ, մեծ հեռավորության վրա կանգնում են, արագ մոտենում են իրար, վերջին պահին կանգնում են զույգ ետևի ոտքերի վրա եւ կոտոշներով հարվածում են իրար։ Երբ որևէ մեկը չի տապալվում այդ հարվածից, այս գործընթացը կրկնում են այնքան անգամ, մինչև որ որևէ մի խոյը կտապալվի եւ հետեւաբար մյուսը հաղթող կճանաչվի։ Եվ իրենք նաև իրենց մարմնական կառուցվածքով ոչխարից եւ այծից մի քանի անգամ ավելի ամրակազմ են, ավելի խոշոր են, եւ նաեւ այստեղ ինչի եմ խոյ կենթանու կողքը տեղադրել խոյակը, որովհետեւ ըստ էլելեզվաբանների այս սյունը տանիքին կապող քարը, որը սովորաբար այսպես կլոր, ինչպես նկարում տեսնում ենք, այսպես կլոր փաթաթված քարի նման քարով է լինում, այդ քարերը անվանում են խոյակ, որովհետեւ դրանց նախատիպը նմանեցված է խոյերի պոզերին եւ սյունը տանիքին կապվում է հենց այդ խոյակով։ Այս խոյերի պաշտամունքը մեր մոտ արտահայտված է թե խեցեգործության մեջ, տարբեր ոլորտներում եւս այդ խոյի կոտոշների նկարը տարբեր տեղերում կարող ենք տեսնել հանդիպել եւ նաեւ վարկած կա, որ նույնիսկ հոյակապ բառը կապված է էլի խոյի հետ, այսինքն ինքն իրականում եղել է խոյակապ, հետո փոխվել դարձել է հոյակապ։ Նաեւ ախոյան բառը, որը նշանակում է թշնամի, իսկ եթե բառը բացենք արմատական իր իմաստը, կստացվի հակառակորդ խոյ։ Այսպես, այս քոչարիների պաշտամունքը բավականին մեր մեջ արմատացած է եղել եւ դրանով է պայմանավորված, որ հայերը որտեղ որ ապրել են, գրեթե բոլոր բնակավայրերը ունեցել են իրենց քոչարիները եւ դրանք կարող են իրարից տարբերվել, մենք հաճախ օրինակը բերում ենք Վանի եւ Սղերդ քաղաքի, իսկ Սղերդը փոքրիկ գյուղաքաղաք է Վանի հարևանությամբ հենց, բայց Վանը ունի իր քոչարին, Սղերդը ունի իր քոչարին, այս երկուսը եւ դրանք իրարից տարբերվում են շարժումների իմաստով, բայց բոլոր քոչարիները պահում են մեկ ընդհանուր շարժում, դա բուն խոյահարող շարժումն է, այսինքն այն շարժումը, որը ցույց է տալիս հենց հարվածի պահը։ Եվ նաեւ անպայման պիտի նշեմ, որ ավելի ուշ ժամանակներում, երբ որ քոչարին իր ծիսական, այսպես կարող ենք ասել, պաշտամունքային բնույթը կորցրել է, այսինքն հայերի միջից արդեն դուրս է մղվել խոյերի պաշտամունքը, քանի որ պաշտամունքային կենդանիներին փոխարինելու են գալիս հեթանոսական աստվածները, հեթանոսական աստվածներին փոխարինելու է գալիս քրիստոնեությունը։ Քոչարին վեր է ածվում ռազմապարի, որը մարդիկ պարում են հենց մարտի մտնելուց առաջ եւ նաեւ քանի որ քոչարին արդեն դառնում է ռազմապար եւ կանայք իրավունք չեն ունենում ներգրավել շարքերում նաեւ իրավունք չեն ունենում ներգրավելու տղա երեխաները,
որովհետև համարվում է, որ քոչարին տղամարդկանց պար է։ Եվ առաջին անգամ, երբ որ տղա երեխայի մոտ լինում են սեռահասունացման արտահայտություններ, տղա երեխաները առաջին անգամ ունենում են բեղեր եւ համարվում է, որ իրենք արդեն անցում են կատարում երեխայից դեպի տղամարդ, իրենց առաջին անգամ թույլատրվում է կանգնել քոչարի շարք եւ պարել քոչարին եւ այդ պահից սկսած այլևս տղա երեխան երեխա չէ, նա տղամարդ է, կարող է ամուսնանալ, իր հոր հետ գնալ արոտավայր կամ դաշտ աշխատելու, գործ անելու եւ այս իմաստով քոչարին նաեւ համարվում է այրոծման ծեսի բաղկացուցիչ մաս։ Այդպես ես այստեղ մի տեսանյութ եմ առանձնացրել, որտեղ մենք ձեզ հետ կարող ենք հիմա դիտել խոյերի մենամարտի process-ը, որպեսզի դուք պատկերացնեք, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Հիմա եկեք դա նայենք։ Կներեք, այստեղ ուզում եի ուղղակի հավելում անել, որ վերջի հատվածում տեղադրված է պարից հատված, որտեղ հենց խոյահարող շարժումը մենք կարող ենք տեսնել, էլի։ Եկեք, ոչինչ, լավ։ Այս քոչարին եւ նաեւ եթե պաշտամունքային պարերից ենք խոսում, չեմ կարող շրջանցել եւ չխոսել էջմիածին պարից, որովհետեւ սա այն պարն է, որը արտացոլում է ամբողջ հայ ժողովրդի անցած փուլերը, բոլոր փուլերը կամ ամենախոշոր փուլերը, դրա համար մեզ համար հատկապես հատկանշական է էջմիածինը։ Նախ պիտի նշեմ, որ էջմիածինը գրառել է Ժենյա Խաչատրյանը, այնուհետև գրառել է նաև Գագիկ Կինոսյանը եւ վերականգնել է Գագիկ Կինոսյանը։ Սա արևի պաշտամունքից ծնված պար է, պարել են փակ շրջանով, առհասարակ հիմնականում շրջանաձև պարերը պարվել են փակ շրջանով։ Այս պարը եւս պարել են փակ շրջանով եւ փակ շրջան ունեցել է արևի սկավառակի խորհուրդը եւ բոլոր շարժումները հստակ ունեն իրենց նշանակությունը, ինչպես մեր գրեթե բոլոր պարերում։ Առաջին 4 շարժումներով հայերը փակել են շրջանը, փոքրացրել են, այնուհետև մեծացրել են եւ այդ փոքրացնել մեծացնելով ցույց են տվել տարվա 2 ցուրտ եղանակ, երբ որ արևը ավելի քիչ է լինում, եւ տարվա 2 ավելի տաք եղանակ, երբ որ արևը ավելի մեծ է։ Այնուհետև պարը ընդհանուր 3 մասից է։ Երկրորդ մասում 6 աջ եւ 6 ձախ կատարվող շարժումներ են։ Սրանք ցույց են տվել արևից 6 դեպի աջ ընկած ամիսները, էլի նույն տաք իմաստով եւ 6 դեպի ձախ ցուրտ իմաստով եւ նաեւ համաստեղություններ, այսինքն մեր կետից դեպի աջ ընկած 6 համաստեղություն եւ դեպի ձախ ընկած 6 համաստեղություն։
Եվ տեղում կատարվող երրորդ հատված արդեն տեղում կատարվող 4 տեղում շարժումներն են, որոնք խորհրդանշել են տարվա այն 4 օրը, երբ երկնակամարում արև չկա։ Դա դեկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 25 ընկած հատվածն է, եւ դեկտեմբերի 25-ին արևի այս ցիկլը սկսվում է նորից։ Առհասարակ հեթանոս աշխարհում եւ նախահեթանոս աշխարհում դեկտեմբերի 25-ը համարվել է արևի ծննդյան օրը, եւ այսօր կաթոլիկ աշխարհը հենց այդ պատճառով է դեկտեմբերի 25-ին նշում Քրիստոսի ծնունդը, որովհետև այդ տոնակատարությունները եւս հնարավոր չեն եղել հեռացնել մարդկանց կենցաղից, իսկ հայրը իհարկե պահպանել են բուն օրը, հունվարի 6-ը, որը համընկնում է Քրիստոսի Սուրբ Մկրտության հետ։ Այնուհետև երբ արևապաշտական շրջանից մենք կներեք, այստեղ մի հավելում եւս անեմ, որ արևի ծագելու գործընթաց, այսինքն երբ ինքը առաջին շողը երևում է երկնակամարում եւ երբ արևը ամբողջովին արդեն դուրս եկած է լինում, այս հատվածը ունեցել է իր հստակ ժամանակային չափումը, թե ինչքան է տևում, եւ այդ ամբողջ ընթացքը նաեւ ավելի ուշ շրջանում արդեն ուղեկցվել է զուռնայի կանչով, որը անվանում են Սահարի, որը հենց այդ արևի ծագման երաժշտությունն է, որը մենք հաճախ Էջմիածին պարի հետ օգտագործում ենք իր սկզբից այդ Սահարին կանչը կա։ Երբ որ նախահեթանոսական շրջանից հայրը թևակողել են հեթանոսության շրջան, պարը վերափոխվել է եւ նվիրվել է արևի աստծուն, բայց բնականաբար շարժումները իրենց բոլոր խորհուրդները պահպանել են, որովհետեւ մեծ հաշվով դա գրեթե նույն բանն է։ Իսկ երբ հեթանոսությունից անցում ենք կատարել քրիստոնեության, նախ առաջինը պարի անվանումը փոխվել է Էջմիածին, իսկ մենք նախա քրիստոնեական անվանում չգիտենք, այսինքն մեզ դա չի հասել, եւ պարի շրջանը, այդ փակ շրջանը խորհրդանշել է եկեղեցու գմբեթը, եւ այն երկրորդ հատվածի 6 աջ եւ 6 ձախ շարժումները խորհրդանշել են Քրիստոսից աջ եւ ձախ գտնվող վեցական առաքյալներին, իսկ տեղում կատարվող 4 շարժումները տարվա այն 48 օրերը, երբ որ քրիստոնյա աշխարհը պահք է պահում, այսինքն ավելի քան որ շարժումները տեղում են, ավելի զուսպ են կատարվում, ինչպես նաեւ մարդն է իր վարքագծի մեջ ավելի չափավոր լինում։ Եվ այս բոլոր փոխակերպումները Էջմիածին պարը լավագույնս երևի ցուցադրում է եւ ցուցադրում է նաեւ պարի կենսականությունը, թե ինչքան կենսական է պարը, որ ժամանակի փոփոխություններին բոլոր փորձում է ադապտանալ, հարմարվել եւ պահպանել իր սկզբնական շարժումային վիճակը, ճշգրտությունը։ Այստեղ եւս մի հոլովակ էլ Էջմիածնից եմ դրել, որտեղ հոլովակը վերևից է նկարված, դուք հստակ կկարողանաք տեսնել արևի սկավառակը, որը փակվում է, բացվում է եւ կարծես արևը մայր է մտնում, նորից ծագում է եւ այլն։ Հիմա եկեք դա էլ նայենք։ Կներեք։ Այստեղ մենք նաև ձեռքերի բռնվածքից եւ ձեռքերի հետ տանելու հատվածից կարող ենք տեսնել, թե ինչպես են պատկերվել, ցուցադրվել նաև արևի շողերը, այդ երբ որ հետ են տանում ձեռքերը, այդպես էլ ցույց են տվել արևի շողերը։
Այ մենք երկու տեսահոլովակ նայեցինք Կարինի կատարմամբ ու հաջորդ հարցս հետևյալն է, թե ինչպիսին են մեր բարերը այսօր, ինչպես են պահպանվել, նաև որքանով։ Ուրեմն նախ քանի որ մենք բավականին մեծ տարատեսակ բաց ընթացքներ ենք ունեցել եւ ունեցել ենք մի քանի դար, երբ որ պետականություն չենք ունեցել, այնուհետեւ ունեցել ենք կարճ ժամանակով, այնուհետեւ ունեցել ենք սովետական միություն, որը այդքան էլ ոչ ազգային քաղաքականություն էր վարում, այսպես ասենք, բարը ունեցել է նախ ճգնաժամային փուլեր բնականաբար եւ նաեւ կրել է մի շարք այլ փոփոխություններ, բացի նրանից, որ մշակութային փոխառություններ կարող են լինել, որովհետեւ մենք տևական ժամանակ ապրել ենք այլ ազգերի մեջ։ Եթե շատ ավելի արդի ժամանակների խնդրին գանք, երևի առաջինը պիտի նշեմ հենց կենցաղի փոփոխությունը, որովհետեւ այսօր մենք ապրում ենք Էջմիածին պարը, այս նկարում նաև դուք կարող եք տեսնել պարաշարքերը, երբ մենք հավաքվում ենք, դեռ հիմա, երբ որ ամսվերջին ուրբաթ օրերը պարի դասեր ենք անում, ավելի շատ մարդիկ են հավաքվում։ Մենք կարող ենք ապրել մի հատ Էջմիածին, որը արևի պաշտամունքի պար է, հետո ապրենք մի հատ Քոչարի, որը խոյերի պաշտամունքի պար է, հետո ապրենք մի Գյովընդ, որը համայնքի խորհուրդ ունեցող պար է, հետո մի Թռնոցի պար, այսպես իրար հետևից եւ որևէ մեկի իմաստին չհավատանք կոպիտ ասած, որովհետեւ մեր կենցաղը փոխվել է, մենք այլևս չենք հավատում արևի աստծուն, թռչունների աստվածություններին, չունենք այդպես միասնական համայնքներ եւ այլն, այսինքն սա է առաջին փոփոխությունը։ Երկրորդ խնդիրը տեխնոլոգիական առաջընթացն է, որը իր հետ բերում է մեծ հսկայածավալ ինֆորմացիայի պաշար եւ մենք հաճախ նաեւ գայթակղվում ենք այլ մշակույթներով, այլ արվեստներով, որոնք մեզ ավելի են հետաքրքրում, քան մեր սեփականը։ Հավատալիքների փոփոխությունը, սա թեթև ասեցի, բայց ամեն դեպքում մենք այլևս չենք հավատում, որ եթե մենք ապրենք թարս պար, մենք կխափանենք չարը, կամ եթե մենք ապրենք Գորանի, ապա ջրի վիշապոցը բարեգութ կգտնվի եւ անձրև թույլ կտա, որ գա մեր հողերի վրա։ Այսինքն այս հավատալիքային հատվածը ամբողջովին դուրս է մղվել կենցաղից։ Եվ նաեւ մենք ունենք պարեր, որոնք պարվել են միայն կոնկրետ տոների ժամանակ, օրինակ Աստվածածնապարը պարվել է միայն Աստվածածնա վերափոխման տոնին, մինչև էլ եղել է անայդ Աստվածուհուն նվիրված պար, բայց այսօր մենք դա կարող ենք ուղղակի որևէ համերգի ժամանակ պարել կամ տարվա մեջ մի 5 անգամ պարել, բայց իրականության մեջ միայն մեկ անգամ են պարել Աստվածածնապարը տարվա մեջ։ Ուխտատեղիների դերի փոփոխությունը, այստեղ նաև պիտի նշեմ շատ կարևոր մի բան, որ առաջ նախ քանի որ տրանսպորտային միջոցները շատ չեն եղել եւ մարդիկ շատ չեն կարողացել տեղաշարժվել մի համայնքից մյուս համայնք, շփվելու հիմնական ձևը եղել են այս ուխտատեղիներում իրականացվող միջոցառումները, ուխտ գնալը, որից երևի մենք ամենամեծը պիտի իմանանք Մշո Սուրբ Կարապետ ուխտը, էլի տարբեր եկեղեցիներ կան Առաքելոց վանք եւ այլն, որտեղ տարվա մեջ մի անգամ այդ տոներին հայերը բոլոր տեղերից ոտքով երկար մի քանի օր կամ շաբաթ տևող ճանապարհով գնացել են, որ հասնեն այդ ուխտատեղին եւ այդ ուխտատեղիներում են նախ միմյանց հետ ծանոթացել, առնչվել ենթադրենք Սյունիքը եւ Մուշը իրենց մշակույթներով, նաեւ ինչու ոչ այդ շրջանում է, որ աղջիկ տղա ծանոթացել են միմյանց հետ, հնարավորություն են ունեցել ծանոթանալու եւ այս ինքը իրականում շատ սիրուն եւ համախմբող մի բան է եղել, այսօր ցավոք այդ ուխտատեղիները որպես այդպիսին մենք միայն գնում ենք մի քանի տեղ կոնկրետ ուխտատեղիներ, ենթադրենք այդ Սուրբ Հովանես Մատուր եւ այլն կոնկրետ նպատակով եւ ինքը այլևս այդ մշակութային տարը իր մեջ չի պարունակում։ Եվ մյուս խնդիրն էլ ուրբանիզացիան է ընդհանուր, քանի որ գյուղական համայնքները քիչ-քիչ նվազում են, մենք հայտնվում ենք քաղաքում, ապրում ենք ասֆալտի վրա, բարձրահարկ շենքերում, հետևաբար նաև բնությունից ենք բավական հեռու եւ կտրված, հետևաբար նաև շատ ավելի բարդ է լինում բնության հետ կապը վերագտնել, իսկ մեր պարերը միանշանակ բնության եւ տիեզերքի հետ ունեցած մեր կապի առաջի ցուցիչներից մեկն է։
Շնորհակալություն։ Հաջորդ հարցը վերցված է Հայ Connect հարթակից, այնտեղ ովքեր որ գրանցվել մտել են եւ ուսումնասիրել են, երևի տեսել եք, որ հնարավորություն կար հենց միջոցառման ներքևում հրապարակում անելու եւ հարցերը ուղղելու, եւ այժմ կհնչեցնեմ Տիկին Ջավախյանի հարցերից մեկը։ Մեր առօրյա պարերում կան արդյոք աղավաղումներ, որոնցից պետք է խուսափել մեր ազգայինը չկորցնելու համար, այնպես ինչպես երաժշտության մեջ օտարահունչ մելիսներն ու կլկլոցները, որոնք դառնում են մասսայական եւ նույնիսկ երգացանկ են թելադրում գրեթե բոլոր երգիչներին։ Շատ արդիական խնդրի բարձրաձայնում է իրականում, այստեղ ես հենց այդ հատված, այդ մասով առանձին բան եմ առանձնացրած, առաջինը նախ Կոմիտասին ասեմ, Կոմիտասը երկու հոդված ունի պարերի մասին, մեկը կոչվում է Հայ Գեղչուկ պարը, մյուսը կոչվում է Պարն ու մանուկը։ Հայ Գեղչուկ պարում Կոմիտասն ասում է, հայ գեղչուկ պարերի ժամանակ սովորաբար նվագարաններ չեն մասնակցում։ Նվագարանների գործածությունը թեև մտել է, բայց օտար է։ Նվագարաններով պարերը տարածված է քաղաքներում եւ կամ առավելն սորամերձակա գյուղերում, որոնք քիչ թե շատ շփում ունեն օտարներին։ Հայ ժողովուրդը պարում է երգելով, մեր հին նախնիքը երգելով պարելուն ասում են գեղոն։ Սա ինչի եմ նշել, որովհետեւ իրականում մենք այժմ գրեթե չունենք ներկայացնող խմբեր, որոնք կներկայացնեն հենց պարերք, բուն պարերք, նախ քանի որ պարը ընդհանուր կենցաղից, ծիսակարգից արդեն կտրվել է, այն վերածվել է որոշ դեպքերում միայն կատարողական արվեստի, սա է երևի թիվ 1 խնդիրը, որ իրականում պարը երբ եղել է գյուղերում կամ համայնքներում, բացարձակ չի ունեցել կատարողական բնույթ, այսինքն մարդիկ չեն ունեցել այդ գիտակցումը, որ իրենք պարում են եւ իրենց պիտի նայեն, իրենք պարել են, որովհետեւ հավատացել են, որ իրենց պարով ինչ-որ մի բան դեպի դրականը պիտի կարողանան փոխել։ Եվ նաեւ մի դեպք էլ կա, երբ Կոմիտասը գնում է հորովել գրառելու եւ մի պապիկ է հանդիպում, ով հրաժարվում է երգել հորովել եւ ինչ որ ժամանակ անց երգում է հորովելը, Կոմիտասը գրի առնելուց հետո հարցնում է, բա ինչի քիչ առաջ երբ որ ասեցի արի հիմա երգի, չերգեցիր, պապիկը պատասխանում է, որ եթե ես այդ պահին երգեի, եզս կմտածեր, որ աշխատելու ժամանակն է, իսկ իրականում եզիս հանգստանալ էր պետք։ Այսինքն հին հայ մարդու մոտ գիտակցումը չի եղել, որ ինքը կարող է երգել կամ պարել եւ իրեն ինչ որ օտար մեկը պիտի նայի հանդիսատեսի աչքով։ Եվ սովետական միությունը այս հիմնական բաժանումն է մտցրել երգի եւ պարի մեջ, առանձնացնելով դրանք իրարից, եւ մեզ հայտնի արդեն կա Հայաստանի պետական երգի պարի պետական անսամբլ, որտեղ պարողները չեն երգում, իսկ երգողները չեն պարում։ Իսկ իրականության մեջ հայերը փառահեղորեն կարողացել են զուգադրել այս երկուսը։ Եվ նաև Պարուսևակի մեջբերումներից մեկը իր հոդվածներից մեկից է, ասում է նայում ես հայկական պար, սա արդեն 60-ական թվականների մասին է խոսքը, ասում է ու չես հասկանում պար է բալետ, գեղարվեստական մարմնամարզություն, թե կրկեսային համար։ Որովհետև այս եթե գանք հենց սովետական միությանը, ինչ տեղի ունեցավ սովետական միության տարիներին, նախ զարգացվեց գիտությունը ընդհանուր առմամբ, որը իհարկե շատ դրական եւ իր հետևանքները ունի, բայց այդ գիտության զարգացումը իր հետ բերեց նաեւ մշակույթի բեմականացման եւ տարանջատվեց առհասարակ այս 3 բաղադրիչը իրարից՝ բեմ, ժողովուրդ եւ գիտություն։ Մենք նաեւ ունեցել ենք, նաեւ այսօր էլ ունենք պարագետներ, սրա մասին եւս կխոսեմ։ Բայց այս տարանջատումը մցվեց, ներմուծվեցին նվագարանները, որտեղ արդեն քանի որ մարդը բեմից է ելույթ ունենում եւ մի մարդուն բավական բարդ կարող է տրվել օրինակ արագ տեմպով որևէ պարի ուղեկցող երգ երգել եւ պարել, ներմուծեցին նվագարաններ, փորձեցին, այսպես ասած, հարստացնել այն ինչ որ կար,
չնայած ես կարծում եմ, որ մեր մշակույթը դրա կարիքը չուներ, եւ վերջապես անջատեցին պարը եւ երգը իրարից։ Սա հիմնական վնասն է, որը հասցրել է Սովետական Միությունը, ինչպես նաեւ այն, որ ընդհանուր վարվել է մշակութային համահարթեցման քաղաքականություն, որտեղ պիտի մարդը լիներ ուղղակի Սովետական Միության քաղաքացի եւ հետեւաբար արդեն կարիք չկար, որ իմ մշակույթը տարբերվեր կողքի պետության մշակույթից, հետեւաբար նաեւ որոշակի համահարթեցում է տեղի ունեցել, ավանդական պարերի մեջ ներմուծվել են ոչ ավանդական տարրեր, սա նկատի ունեմ բալետային կամ դասական պարին բնորոշ տարրեր, որով խեղվել է պարի իրական բնույթը, ավանդական մշակույթի եւ նաեւ նույն խնդիրը երգեցողության մեջ կա, ուղղակի արդեն ոչ դասական ուղղվածությամբ, այլ արևելյան, նույն խնդիրը այնտեղ կա եւ այս թվացյալ նորամուծությունները խեղել են իրական կերպը մշակույթի։ Այս հիմնական առանցքային խնդիրը, որից արդեն բխում են մեր այսօրվա խնդիրները, որոնք այսօր կան ոլորտում, մենք հաճախ արդեն տարանջատում ենք ժողովրդական պարը ավանդական պարից, որովհետև ժողովրդական արդեն միանշանակ հասկանում ենք ավանդական պարի խեղաթյուրում դասական շարժումներով, դասականացված ավանդական պար, այն դեպքում, երբ դասական պարի հիմունքները լիակատար կերպով հակասում են ավանդական պարի հիմունքներին, շարժումների տեսանկյունից, եւ ունենք երկրորդ հատվածը ավանդական, դա այն ինքնագործ, այսպես ասած, կոպիտ թող չհնչի, բայց ինքնագործ խմբերն են, որոնք չեն ունենում հաճախ պետական աջակցություն կամ հովանավորում եւ իրենց ինքնագործունեությամբ փորձում են վերականգնել եւ պահպանել բուն իրական հայկականը։ Շնորհակալություն, ես արդեն քիչ-քիչ մեր զրուցարանի հարցերն եմ նայում, իդեպ մարդիկ կարող են այստեղ թողնել իրենց հարցերը ու կրկին Տիկին Ջավախյանի հարցը հնչեցնեմ, նա շնորհակալություն է հայտնում հետաքրքիր ուսումնասիրությունների համար, նշում է, որ կուզեր իմանալ արդյոք կան գրավոր վկայություններ ձեռագրերում, թե բերնեբերան են փոխանցվել այս մեկնաբանությունները սերունդների միջոցով, եթե գրավոր վկայություններ կան, ապա որ տարից են դրանք սկսվում, ու ես էլ իմ կողմից հավելեմ նաև այսօրվա այս բանահավաքների, պարահավաքների այդ գիտական գործիչների մասին խոսենք։ Ուրեմն կներեք, նախ եկեք այս լավ մի վարքյան մի հատ առաջ անցնեմ, այս խոսեմ, հետո հետ կվերադառնամ, ուրեմն առհասարակ Ժենյա Խաչատրյանը, այստեղ մենք տեսնում ենք Սրբուհի Լիսիցյանին, Ժենյա Խաչատրյանը Սրբուհի Լիսիցյանի աշակերտն է եղել, հիմա մեջ բերեմ Ժենյա Խաչատրյանից, որպեսզի հարցին պատասխանեմ, այնուհետև կանդրադառնամ պարագետներին։ Ժենյա Խաչատրյանը իր աշխատություններից մեկում նշում է, որ ավանդական պարը ունեցել է սրբազան բնույթ եւ սրբազան նշանակություն եւ հաճախ երբ պարահրապարակներում կամ տոների ժամանակ հավաքվել են եւ պիտի երիտասարդները պարեին, քանի որ տարիքով մարդկանց բնական է, որ ավելի բարդ պիտի տրվեր պարերը, տարիքով մարդիկ նստել են եւ հսկել են, որպեսզի երիտասարդները սխալներ չանեն։ Եվ երբ երիտասարդները որոշ շարժումներ կատարել են սխալ, իրենք շտկել են անպայմանորեն եւ այդ շտկումները եղել են այսպես անքննարկելի եւ նշում է նաեւ Ժենյա Խաչատրյանը, որ հենց այդ շտկումների եւ հայերի մոտեցման շնորհիվ է, որ պարերը ժամանակի միջոցով գրեթե անվնասորեն նույն ձևաչափի մեջ եկել հասել են մինչև մեր ժամանակներ։ Եթե գանք ավելի գիտական մոտեցման, պարահավաքչություն, այսպես ասած, առաջին պարահավաքը մենք ընդունում ենք Կոմիտասին, դրանից առաջ շատ այդպես հիշատակություններ չունենք ցավոք սրտի։ Կոմիտասը երգեր գրառելու հետ զուգընթաց փորձել է գրառել պարեր եւ գրի է առել 8 պար, որոնցից 2-ը նաեւ Կարինը վերականգնել է, մյուս 6-ը բավական բարդ իրադրությունում են, անհասկանալի ինչ-որ բաներ կան, դեռևս չենք հաջողում։ Եվ այս 8 պարը գրառելուց հետո իր հոդվածներից մեկի ավարտին ասում է պարի գրառումը բավականին ծախսատար գործընթաց է, որը երևի կմնա ավելի լուսավոր ժամանակների համար։ Ավելի լուսավոր ժամանակները գալիս են Սրբուհի Լիսիցյանի հետ, ով ակտիվ գործունեություն է ծավալել 1930-ականներից,
եւ հասցրել է լինելով մասնագիտությամբ դասական պարող, հասցրել է գրի առնել յուղերից հավաքել մոտ 2000 պար կան իր աշխատությունները, որոնք ռուսերեն են, կոչվում են «Старинные армянские пляски» и «Театральные представления»։ Եվ մենք շատ հղում ենք անում եւ հենվում ենք Սրբույի Լիսիցյանի վրա։ Սրբույի Լիսիցյանը համարվում է հայ էթնոպարագիտության հիմնադիրը եւ մեր առաջին սկզբնաղբյուրը համարվում է Սրբույի Լիսիցյանը։ Սրբույի Լիսիցյանը ունեցել է աշակերտներ, նշեցի արդեն Տիկին Էմմա Պետրոսյանը, Ժենյա Խաչատրյանը, ովքեր շարունակել են իր աշխատանքը, հատկապես Տիկին Ժենյա Խաչատրյանը Ջավախքի շրջանում մեծ բանահավաքչական աշխատանք է արել, եւ արդեն ավելի մեր ժամանակներին մոտ Գագիկ Կինոսյանը, ում արխիվը մենք թվագրում ենք 2000 անուն պար։ Եվ այստեղ ներկայացնեմ նաև պարի կենսաշրջանի մոդելը, որը հենց առաջարկել է պարոն Գինոսյանը, որպեսզի նաև ավելի պարզ լինի, այս ինչ փուլերով է առհասարակ այսօր պարը անցնում։ Առաջինը պարի գրառումը ժողովրդից, այստեղ է, պարի գրառումը ժողովրդից, ուրեմն բանահավաք գնում է գյուղ, գյուղերում գտնում է պարող մարդկանց, հարցնում է նրանց շարժումները, պարի պատմությունը եւ այլն, հնարավորինս շատ ինֆորմացիա է փորձում հավաքել, այնուհետև այս գրառված նյութերը ենթարկվում են գիտական վերլուծության։ Գիտական վերլուծությունը ինչ է նշանակում, որ մենք այդ նյութերը համադրում ենք մյուս բանասացներից վերցված նյութերի հետ, ինչպես նաև գիտական աղբյուրներն ենք փորձում ուսումնասիրել, գտնել արդյոք այդ պարի մասին որևէ գիտական այլ հիշատակություն կա, թե ոչ, ինչ կարող ենք համադրել, ավելացնել, հավելել եւ այլն։ Երբ մի պարի գիտական եւ շարժումային պատկերը ամբողջանում է, մենք իրականացնում ենք իմաստավորված եւ կներեք, այստեղ է պարի բեմականացում։ Պարի բեմականացումը այն փուլն է, երբ առանց պարի շարժումը ձևափոխելու մենք կատարում ենք բեմադրություն, որը պիտի հանդիսատեսի համար առաջին հերթին լինի գրավիչ, հատկապես հայ հանդիսատեսի համար, որպեսզի հայ հանդիսատեսը դահլիճից նայելով այդ պարին ոգևորվի, տեսնի իր իրական մշակույթը, դա իր սրտին կպնի, սրտի ռիթմին կպնի եւ մարդը ուզենա ավելի խորը ուսումնասիրել, գտնել որն է իրական հայկականը, այս ինչ նոր պար է, որ մենք չգիտենք, որ հայերը այսպիսի բան են ունեցել, ինչ խորհուրդ ունի սա եւ այլն, այսինքն բուն այս բեմականացման նպատակը իրականում երկուսն են նպատակները, մեկը հետաքրքրության առաջացումն է, որպեսզի մարդը սկսի այդ հետաքրքրությունից մղված ճանաչել ավանդական մշակույթը, մյուսը արդեն համաշխարհային մակարդակում հայկական ավանդական մշակույթը բարձր մակարդակով ներկայացնելու համար է։ Եվ այնուհետև արդեն կատարում ենք այս իմաստավորված եւ կատարելագործված պարի վերադարձ ժողովրդին, որը մենք անում ենք ավանդական պարերի, բաց դասերի, պարուսուցումների շնորհիվ եւ ոչ միայն պարուսուցումների շնորհիվ, այստեղ մի վարքյան, լավ, այստեղ հենց խոսեմ։ Այս պահին մենք նաև փորձում ենք ավանդական մշակույթի ճանաչմանը տալ համակարգային բնույթ եւ 2014 թվականից արդեն ազգային երկու պար առարկան ներառվել է հանրակրթական դպրոցի առարկայացանկում, որպես իհարկե ընտրովի առարկա, բայց այնուամենայնիվ այս պահին Հայաստանի հանրակրթական դպրոցների մոտ 40%-ը ուսումնասիրում է ավանդական երկու պարը, ազգային երկու պարը դպրոցում, ինչպես նաև ունենք բազում սիրողական խմբեր, որտեղ ցանկացած մարդ կարող է գնալ եւ սովորել շարժումները, փորձում ենք նաև խմբերի տրամաբանությունը ծավալել Սփյուռքում, ունենք մոտ 30 խումբ, ովքեր մեզնից սովորել գնացել են դեպի Ռուսաստան, տասնյակից ավել խմբեր Սփյուռքում, կներեք Եվրոպայում եւ աշխարհի մյուս հատվածներում եւս ուղղակի այնտեղ թվերը մի փոքր ավելի քիչ են։ Եվ նաեւ պիտի նշեմ, որ եւ արդեն 2 տարի է, որ ռազմապարը որպես առարկա դասավանդվում է ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում եւ Մարշալ Բաղրամյանի անվան զորամասում։ Շատ լավ, շնորհակալություն։
Անի ջան, ինչ-որ տեղեկատվական հավելումներ ունենք, թե անցնենք հարց պատասխանի բաժնին։ Այստեղ ես ուղղակի երկու բան, եթե կարելի է, այս հատվածը ասեմ, մեր Կարին ավանդական երգի բարի խմբի հիմնադիր Գագիկ Կինոսյանի մասին, ուղղակի այսպես ծանոթացնեմ ձեզ իր հետ եւս, ծնվել է Ջավախքում, մասնագիտությամբ եղել է կիբեռնետիկ, եղել է Վան, ապա ակունք խմբերի անդամ, մասնակցել է առաջին Արցախյան ազատամարտին եւ եղել է մահապարտների X դասակում։ Պատերազմից հետո հիմնել է Կարին եւ Ծովակ ավանդական երգի բարի խմբերը, որոնք գործում են նաեւ այսօր։ Պարերի գրառում, վերականգնում, բեմականացում եւ հանրայնացում էս իր հիմնական ամբողջ կյանքի, այսպես ասած, առաքելությունն է եղել։ Իր նախաձեռնությամբ մենք արդեն 20 տարուց ավելի է իրականացնում ենք յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը բաց դասեր, որոնք մեծ ծավալներով մարդկանց ներգրավեցին եւ շատ մարդկանց սիրել տվեցին ավանդական պարը։ Ազգային երկու պար առարկան դպրոցում, սրա մասին արդեն ասեցի։ Ունենք գիտական կենտրոն, որը զբաղվում է ամբողջ գիտահետազոտական աշխատանքներով 2018 թվականից, մինչ այդ միայն ինքն է զբաղվել, 2018 թվականից արդեն ունենք նաև գիտաշխատողներ, մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին, կարգավագրերի հատվածը հեսա առանձին կասեմ եւ Պարկ բանակացը, որը այս ռազմապարերի ծրագիրն էր, որի համար մենք նաև ուսուցողական հոլովակներ ենք պատրաստել, որպեսզի բանակում զինվորներին հեշտ լինի։ Եվ անպայման կուզենամ երկու բառ ասել կինետոգրաֆիա կամ կարգավագիր համակարգից։ Կինետոգրաֆիան Սրբույի Լիսիցյանի կողմից ստեղծված շարժումների գրառման համակարգ է, որով հնարավոր է գրառել ցանկացած շարժում, ոչ միայն պար։ Եվ այս համակարգը ունիկալ է, որովհետև պարզ է բավականին, աշխարհում եւս մի քանի համակարգեր կան, բայց մեր ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ սա ամենամատչելի համակարգերից մեկն է, որով հնարավոր է գրառել ցանկացած շարժում։ Սա Սրբույի Լիսիցյանի գյուտն է, այսպես ասած, եւ ցավոք սրտի ինքը այս համակարգով հասցրել է գրառել ընդամենը 2 ավանդական պար։ Ավելի ուշ արդեն Գագիկ Կինոսյանի եւ այլ դպրոցի ջանքերով հիմնել ենք Կաքավագիր ակումբը համատեղ, որտեղ աշակերտներն են ուսումնասիրել եւ սովորել այս համակարգը եւ մենք այսպես հայերեն համարժեք անվանում ենք տվել, փորձել ենք տալ կինետոգրաֆիային, ինչու որովհետեւ կաքավել բառը հայերենում նշանակում է պարել առհասարակ եւ տվել ենք անունը Կաքավագիր եւ 72 թվից մինչև այսօր, երբ այս դաշտում կարծես թե լռություններ եւ կային ընդամենը այդ 2 գրառված պարերը Լիսիցյանի կողմից, Կաքավագիր ակումբի եւ պարոն Գինոսյանի ջանքերով եւս 10 մուշպար կաքավագիր ունեցան, այսօր մեր գիտական կենտրոնը եւս շարունակում է այդ աշխատանքը եւ շուտով առաջիկայում հուսամ կկարողանանք արդեն մոտ 40 պարի եւ գիտական ամբողջ նյութը հղումներով, հոդվածների տեսքով եւ այդ պարերի կաքավագրերը ունենալ հրատարակված։ Եվ այստեղ վերջում ուղղակի որպեսի եթե այլ հարցեր ունեք կամ ուզում եք մեր գործունեությանը ծանոթանալ, karinfolk.am-ը մեր կայքն է, որտեղ ամեն ինչ կգտնեք մեր մասին եւ այս QR-ներով էլ կարող եք անցնել եւ մեր սոցիալական մեդիայի էջերին հետեւել եւ նաեւ Instagram-ում մեր այդ bio-ի բաժնում իմ անձնական էջը եւս նշված է, եթե հետագայում հարցեր կունենաք կամ կուզենաք կապ հաստատել, սիրով պատրաստ եմ։ Իմ մասով այսքանը, ես արդեն լիովին պատրաստ եմ հարցերին։ Շատ լավ, շնորհակալություն, նշեմ, որ հարց տալու համար կարող եք այստեղ ձեռք բարձրացնելու հնարավորություն կա, ձեռք բարձրացնել եւ այդպես ձեզ խոսքը տրամադրենք, իսկ մինչ այդ նաեւ զրուցարանում ունենք հարցեր ու երևի առաջին հարցը դեռևս High Connect-ի հրապարակումներից տամ, մեր մասնակիցներից մեկը հարցնում էր, թե ինչ մարտահրավերներ եք տեսնում դասարանային պայմաններում հայկական պարի դասավանդման հարցում եւ ինչպես կարող է դա ամրապնդել այն միտքը, թե պարը կատարելու միայն մեկ ճիշտ ձև կա։ Ինչ գաղափարներ ունեք կանխելու համար մեր ժառանգություն հանդիսացող պարերի շարունակական ընկալումը որպես սոսկ բեմական կատարման առարկաներ, դրա փոխարեն շեշտը դնելով համայնքային սեփականության եւ պարը որպես առօրյա կյանքի մաս կիրառելու վրա։ Մի քիչ sense երկար ծավալուն հարցեր։
Իրականում շատ երևի ամենակարևոր բանը, որ պիտի այսօրվա հայ մարդը ունենա, դա այն գիտակցումն է, որ այս մշակույթը մերը չէ։ Հաճախ մենք ունենում ենք շատ ամբարտավան վերաբերմունք մշակույթի նկատմամբ եւ կարծում ենք, թե մենք այնքան արդեն զարգացած ենք կամ այնքան հասուն ենք մշակույթի մեջ, որ մշակույթը կարող է լինել մերը եւ մենք իրավունք ունենք այդ մշակույթի մեջ բերել ցանկացած փոփոխություն։ Սրա վկայությունն են թե ավանդական պարի ձևախեղումները ժողովրդական պար տեսանկյունով եւ թե ավանդական հենց իրենց ավանդական կոչող պարը ներկայացնող խմբերի կամ միավորումների կամ անհատների կողմից կատարվող ձևախեղումները։ Ցավոք նաև պիտի ասեմ, որ դեռևս չկա այնպիսի մի անհատ, ով այնքան մշակույթի մեջ հասուն կարող է լինել, որպեսզի ինքը որևէ փոփոխություն մտցնի, որովհետև չէ որ այս մշակույթը չի ստեղծվել որևէ կոնկրետ անհատի կողմից։ Եվ հետևաբար կոնկրետ անհատի կողմից փոփոխության ենթարկելն էլ այդքան ճիշտ չի, եւ կարծում եմ նաեւ անպատասխանատու մոտեցում է, մեծամիտ մոտեցում է, կներեք, եթե սուր կարտահայտվեմ։ Ամենակարևոր գիտակցումը, որ մենք պիտի ունենանք, որ այդ մշակույթը մերը չէ։ Այդ մշակույթը մեզ ժառանգվել է մեր նախնիների կողմից։ Եվ մեր դերը այսօր այդ մշակույթը այն ձևով, որով որ տրվել է մեզ, փոխանցելն է առաջ մյուս սերունդներին, առանց այդ մշակույթը ձևախեղելու, որովհետև ես կարծում եմ, որ նաև բոլոր շարժումները ունեն բացի իմաստից ունեն հստակ կոդավորումներ, որը ստեղծում է տվյալ պարի էներգետիկ դաշտը, եւ երբ մենք այդ շարժման մեջ անզգուշորեն որևէ փոփոխություն ենք մտցնում, մենք խաղ ենք անում այդ պարի էներգիայի եւ հետեւաբար մարդու վրա ազդեցության հետ։ Իսկ մշակույթը պիտի միշտ դիմացինին լինի ավելի վեր բարձրացնող, դեպի վեր ձգտումը ավելացնող, կատարելագործման դրդող եւ ոչ ժամանցի առարկա։ Սա եւս կարեւոր կետ է, որը այսօր ես նկատում եմ որպես խնդիր, որ հաճախ հիմա ժամանցին այն ընդունված պոստսովետական հարսանիքների ժամանակ սենց պարող ժամանցին փոխարինելու են եկել ավանդական պարերը եւ կորցրել են իրենց նշանակությունը իսպառ եւ վերածվել են միայն զվարճանքի առարկայի։ Սա եւս սխալ մոտեցում է։ Երևի հիմնականը, որ պիտի ասեմ, որ ուղղակի պիտի յուրաքանչյուր մարդ այդ պատասխանատվությունը ունենա մշակույթի հետ առնչվելուց, առնչվել այդ մշակույթի հետ, ասես դա սրբազան որևէ մի երևույթ է, որտեղ դա իրականում այդպես է։ Չգիտեմ, հուսամ այսպես կարողացա համապարփակ պատասխանեմ, այնտեղ արդեն չեմ հիշում հարցը, մի քանի հատ հարց կար մեջը, հուսամ ամբողջին պատասխանեցի, էլի։ Հա, ոնց որ պատասխանել եք, արդեն հաջորդ հարցերը զրուցարանից ձեռքեր կարծես թե չունենք, որ ազգի պարերն են մեզ ամենամոտ թե շարժումներով ու թե մեկնաբանությամբ։ Մեկնաբանությամբ պիտի նշեմ, որ շատ քիչ պարեր կան այլ ազգերի մոտ, որ մեկնաբանությամբ մեր մեկնաբանությանը նման են, ի տարբերություն շարժումների։ Շարժումները իհարկե պիտի նմանությունները գտնենք այն ազգերի հետ, ովքեր ապրել են մեզ հետ նույն տարածաշրջանում։ Դա կարող են լինել եւ թուրքերը, եւ քրդերը, եւ եզդիները, եւ ալևինները, զազաները, ում հետ մենք Արևմտյան Հայաստանի տարածքում ենք մի տարածքում ապրել եւ այդ մշակութային փոխառությունները անհնար դա անպայման պիտի լինի, որտեղ մշակույթը կենթանի շնչող օրգանիզմ է եւ նաեւ ասորիները անպայմանորեն, իսկ արդեն համշենահայկական շրջանում նաեւ հույները, պոնտացիները, որոնք ելի նույն տարածաշրջանում են ապրել, այս մշակութային փոխառությունները բավական տարածված երևույթ են, բայց միևնույն է պիտի ասեմ, որ հայկական պարը նույնիսկ եթե ճիշտ նմանը ունենա այն որ մեկին մեկ նույն պարը լինի այլ ազգի մոտ, հայերը պարում են այդ պարը ու այլ կերպ, որովհետև մեր ինտերպրետացիան, մեր մոտեցումը, վերաբերմունքը, պարի իմաստաբանական շերտը միանշանակ տարբերվում են բոլոր մեր հարևան ազգերի պարերից։ Շատ լավ։ Հաջորդ հարցը
ասենց մի քիչ հետ առաջ եմ էլի անում, կներեք, արդյոք հնարավոր է մշակույթի նոր շրջանառություն, այսինքն հաշվի առնելով ժամանակային փոփոխությունը, որը խոչընդոտում է պարերի վերադարձը կենցաղ, օրինակ մարդկանց փոխարինում են մեքենաները, աշխատանքային պարերի իմաստի կորուստ եւ այլն, ի հայտ կան նոր պարեր կամ երգեր, որոնք ժամանակի ընթացքում կարող են դառնալ ավանդական։ Գիտեք, հնարավոր է, չեմ ուզում թերագնահատել մեր ժամանակներում ապրող հայ մարդուն, բայց այն պարագայում, երբ որ մենք եղածը չենք կարողանում պահպանել, ինչ նոր բան ծնելու մասին է խոսքը։ Այսինքն, երբ մենք մեզ ժառանգվածը չենք կարողանում պահել, ես չեմ կարծում, ու մանավանդ երբ որ մեզ ժառանգվածը դա խորը փիլիսոփայություն եւ մեծ իմաստություն է։ Նույն եթե մենք պարերի օրինակով նայենք եւ հասկանանք, թե հայերը հնում ինչքան գրագետ են եղել, ինչքան մեծ գիտելիքներ են ունեցել տիեզերքի մասին, ժամի, ժամանակի, ժամացույցի մասին, այն ժամանակ, երբ որ աշխարհում դեռ այդ գյուտերը եղած չեն եղել, մենք կհասկանանք, որ հայ մարդը եղել է շատ գիտակ եւ շատ բնության հետ սերտ առնչվող, բնության օրենքներին ենթարկվող, բնության հետ ներդաշնակ, հաշտ ապրող։ Իսկ այսօրվա ժամանակների մարդը եւ ոչ միայն հայ մարդը, կարծես ապրում է բնությանը հակառակ, նույն բարձրահարկ շենքեր կառուցելով, երկնաքերներ կառուցելով, չգիտեմ, սնունդից սկսած, շնչած օդից սկսած, հողի հետ շփում չունենալուց սկսած, մենք լրիվ այլ շերտում ենք ու նույնիսկ եթե այժմյան մարդը կարողանա ստեղծել պար, միանշանակ արժեքային եւ իմաստային տեսանկյունով դա շատ ավելի ցածր մի բան է լինելու, քան այն, ինչ որ մենք հիմա ունենք։ Իրապես, հաջորդ հարցը մի քիչ ավելի sense տեխնիկական է դառնում, այստեղ մեզ խնդրում են ավելի մանրամասն խոսել Կարին գիտական կենտրոնի գործունեության մասին, ինչպես կարելի է անդամակցվել կամ օգտակար լինել։ Իրականում Կարին գիտական կենտրոնի աշխատանքների ծավալը ահռելի է եւ այդտեղ գործունեությունը իրենից պահանջում է շատ մեծ գիտելիք, որովհետեւ գիտական կենտրոնում մենք ընդամենը 4-5 հոգի ենք եւ հավաքված ենք այն մարդկանցով, ովքեր մի քանի տարի շարունակ ուսումնասիրել են ավանդական պարը գիտական տեսանկյունից, այսինքն Սրփույր Լիսիցյան, Ժենյա Խաչատրյան, Էմմա Պետրոսյան, Գագիկ Գինոսյան, Ռուդիկ Հարոյան, Կոմիտաս, այս բոլոր կետերը ուսումնասիրվել են եւ նաեւ հայոց պատմություն, որը անպայմանորեն չի կարող իր ազդեցությունը չունենալ ավանդական մշակույթի վրա, այս բոլոր բաները ուսումնասիրվել են եւ հիմա փորձում են համադրվել, այնպես որ իրականում գիտական կենտրոնի գործունեությունը շատ խորը հենց գիտական գործունեություն է։ Մենք այժմ մի նոր նախագիծ ենք սկսում գիտական կենտրոնի հետ, որտեղ ուզում ենք ունենալ հետազոտական լաբ, այսպես ասած, եւ մարդկանց հնարավորություն տալ կատարել հետազոտություններ բարի շրջանում եւ այդ ամբողջ ընթացքում իհարկե իրենց, այսպես ասած, մենթորություն անել, այսինքն ուղեկցել, ուղղորդել, աղբյուրներ տրամադրել եւ այլն։ Եթե այդ հատվածը ձեզ կհետաքրքրի, կարող եք մեր Instagram-յան էջին գրել, ես կխնդրեմ, որ ձեզ հղում ուղարկեն, հայտ ունենք, դուք այդ հայտով կարող եք մտնել գրանցվել, հետո արդեն մեր գիտական կենտրոնով ձեզ հետ կապի դուրս կգանք։ Հետազոտություններն էլ հիմնականում բարի շուրջ ծավալվող շատ այլ ոլորտներ կան, որոնք ուղիղ առնչություն են ունենում որոշ դեպքերում բարի հետ եւ այդ շերտերը մնացել են չուսումնասիրված եւ դրանց ուսումնասիրությունը նկատի ունեմ, օրինակ կան հայկական գեղանկարներ, որտեղ պատկերված են հայկական ավանդական պարեր, օրինակ այս շերտի ուսումնասիրությունը, համադրումը, հետազոտությունը, կամ ունենք օրինակ Աքսել Բակունցը ունի Ծիրանի փող պատմվածքը,
որտեղ մանրամասնորեն նկարագրվում է Յարխուշտայի դրվագ, օրինակ դա բերել, համադրել, հետազոտել այսօրվա Յարխուշտայի հետ եւ այլն, այսինքն այսպիսի թեմաների հետազոտություն ենք ուզում անել, եթե ձեզ դա կհետաքրքրի, մեր Instagram-յան էջին գրեք, արդեն կպատասխանենք։ Անի ջան, շարունակելով տեխնիկական, այսպես ասած, մի հարց էլ ունենք, Սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ ունենալու եք։ Այս տարի ուզում ենք ունենալ, բայց անկեղծ խոսք տալ չեմ կարող, որովհետև շատ հագեցած խիտ գրաֆիկ ունենք եւ ծրագրերը շատ են եւ մեր ռեսուրսն էլ մարդկային տեսանկյունից այդքան շատ չէ։ Ամեն դեպքում պլանների մեջ կա, գուցե այս տարի չունենանք, բայց ապագայում եկող տարի կամ չգիտեմ, տարվա ավարտին դրա մասին շատ ենք մտածել եւ անպայման պիտի անենք։ Շատ լավ, հիմա մի քիչ էլի վերադառնանք, այսպես ասած, գաղափարական հարցերին։ Այստեղ մեզ հարցնում են ինչպես սատել պարի ընկալումը անցյալում որպես կենցաղի մաս եւ հիմա ներկայում որպես մշակութային ժառանգության պահպանման ձև, այսինքն ինչու է կարևոր պարելուց գիտակցել հնում պարի իմաստը, բնույթը եւ այլն, եթե այժմ այն կենցաղի մաս չէ, այլ համախմբման միջոց։ Որովհետև միայն համախմբման միջոց չէ, եթե միայն համախմբման միջոց լիներ, մենք կարող էինք շատ լավ հավաքվել, համախմբվել լատինոյի շուրջ, կամ ռուսական չիստուշկաների շուրջ, կամ խառավոտի գոնե շուրջ, որտեղ էլ իրար ձեռք բռնած են պարում, կամ չգիտեմ, ֆուտբոլային ինչ-որ հանդիպման շուրջ, ցույցի շուրջ, այսինքն համախմբվելու մեխանիզմներ շատ կան, էլի, պարտադիր չի, որ դրա համար կիրառենք ավանդական պարերը։ Ավանդական պարերը նրա համար են, որպեսզի մենք մեր արժեհամակարգը կարողանանք ճիշտ կերտել։ Ի վերջո, մշակույթը միշտ պիտի ունենա դաստիարակչական կամ նույնիսկ կրթադաստիարակչական բնույթ։ Մենք այդ պարը պարում ենք, որպեսզի ավելի նման լինենք մեր նախնիներին, ովքեր եղել են ազնվական, ովքեր անարդարություններ չեն արել, միմյանց չեն խաբել, միմյանց չեն փնովել, չեն վատաբանել, չեն նեղացրել եւ այլն, միասնական են եղել կարիքի պահին, օգնել են միմյանց ոտքի են հանել, իրենց հայրենիքի տեր են կանգնել, այսինքն այս ամեն ինչը ի վերջո մեզ պիտի ոչ թե դեպի համախմբման տանի, այլ դեպի ինքնաճանաչման եւ ինքնաճանաչման երկու տեսանկյունից եւ որպես անհատ, այսինքն յուրաքանչյուրը ինքը իրեն ճանաչման եւ այստեղ էլ պիտի Նժդեհին մեջ բերեմ, այս վերջում երկար եմ մտածում այդ արտահայտության շուրջ, Նժդեհն ասում է սահման չի տրված ինքնաճանաչ անհատի հոգևոր կարողություններին։ Եվ այս ինքնաճանաչը մենք պիտի երկու կետով էլ հասկանանք, մեկը ինքնաճանաչ որպես անհատ, թե մենք ինչպիսին ենք, ինչ բնավորություն ունենք եւ այլն, եւ մյուսը, թե մենք ինչ ազգ ենք եւ ազգովի ինչ նպատակներ ունենք եւ ինչ ձևի ազգ ենք մենք ուզում լինել, մենք հեռանկարում ինչ ենք տեսնում, ինչ ապագա ենք տեսնում մենք մեր համար, մեր սերունդների համար եւ փորձել առօրյայում ապրել այնպես, որ մեկ քար ավելացնենք այդ գործընթացին, որպեսզի մեր ապագա սերունդները ապրեն բարձր արժեհամակարգ ունեցող երկրում, պետությունում, աշխարհում, ինչու ոչ։ Եվ դրա համար են կարևոր, որպեսզի մենք այդ պարերի իմաստները հստակ գիտակցենք եւ այդ պարերի միջոցով կարողանանք կրթվել, բարձրանալ, ավելի վեր բարձրանալ հոգեպես եւ ինքնաճանաչ լինել, կանգնել այդ ինքնաճանաչման եւ հայրենաճանաչման ճանապարհին։ Այո, Սենց կարևոր խոսքերից հետո արդեն հաջորդ հարցը չգիտեմ որը տամ կամ որը ընտրեմ։ Սենց կարծես թե այսքանով ամեն ինչը ասված էր, բայց չեմ ուզում ինչ-որ հարցեր աչքոտ ողանել, այստեղ այսպիսի հարց կա, ճիշտ է, մենք ռազմապարերի բաժնում դուք խոսեցիք շատ մանրամասն ինչ դեր էին դրանք ունեցել եւ այլն, բայց այստեղ մեզ հարցնում են ինչպես եք վերաբերում աղջիկների ռազմապարեր պարելուն։ Տեսեք, քանի որ ռազմապարերը իրենց ծիսական բնույթային նշանակությունը կորցրել են, դրանցից որոշներում կանայք ներմուծվել են ժամանակի հետ։
Բայց կարծում եմ այստեղ եւս ժողովուրդը եղել է իմաստուն եւ կանայք ներգրավել են այն բարերում, որոնք ավելի հեշտ են հեշտ ընկալելի են կանացի էներգիայի համար։ Ես կարծում եմ, որ կանայք եւ տղամարդիկ դրանք իրարից երկու տարբեր բնություն ունեցող էակներ են եւ այստեղ խոսքը անհավասարության մասին չէ, այլ տարբերության, այսինքն օրինակ մենք չենք կարող ասել, որ տանձն ու խնձորը իրար հավասար են, դրանք երկու տարբեր մրգեր են։ Եվ նույն կերպ չենք կարող ասել, որ կինն ու տղամարդն են իրար հավասար, որովհետև իրենք բնությունից ծնվել են այլ կառուցվածքով ֆիզիկական եւ այլ էներգետիկ դաշտով, նույնիսկ հորմոնալ համակարգով կանայք այլ են, տղամարդիկ այլ։ Դրա համար կանացի զգայական դաշտը եւս այլ է, տղամարդկանցը այլ։ Եվ այս հարցին ես կարող եմ ճիշտ նույն ձև ոնց որ հակառակ հարցը տալ, ինչպես ենք վերաբերվում նրան, որ աղջիկները մեկնում են ռազմաճակատ։ Աղջիկը պիտի դրան պատրաստ լինի հոգեպես եւ ֆիզիկապես։ Իսկ երբ որ հոգեպես եւ ֆիզիկապես աղջիկը պատրաստ չի, բայց անում է, օրինակ ռազմաճակատ է գնում, բայց ոչ ֆիզիկապես է պատրաստ, ոչ հոգեպես։ Այնտեղ կամ իր գլխին պիտի փորձանք բերի, կամ իր շուրջը եղած մարդկանց համար բեր դառնա, այսինքն ոչ մի դրական տեղաշարժ չկա։ Հիմա նույնը էստեղ է, առաջին հերթին ես կարծում եմ մենք պարեր ունենք, որոնք ֆիզիկապես են շատ բարդ աղջիկների համար կատարել, իսկ տղաների համար դա այդքան էլ բարդ չի, կարող են մի քանի անգամ պարել, չհոգնել, իսկ աղջիկները մի անգամ պարել եւ ոտքերի ցավից հետո արդեն բողոքել։ Եվ երկրորդը այստեղ նաև շատ նուրբ կարևոր մի հատ կետ կա, ինչ պիտի տեսնի փոքր տարիքի տղա երեխան եւ ուզենա այդ ռազմապարը սովորել։ Եթե տղա երեխան տեսնի, որ այդ պարը պարում են նաև աղջիկները, իսկ աղջիկները վստահաբար ուժի եւ էներգետիկայի տեսանկյունից չեն կարող նույնիսկ մոտ լինել տղաներին, այդ տղա երեխան կարող է շատ կաշկանդվի։ Ինքը մտածի, որ դա տղամարդու պար չի, դա կանացի է, կամ տեսնի ասի դե լավ, այս ինչ պարա, որ ես պարեմ եւ այլն եւ այլն։ Այսինքն նաեւ այս հատվածը կա։ Եվ զուգահեռ դրան ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կին պիտի իմանա պարել ռազմապարեր, որպիսի երբ ունենա արուզավակ կամ տղա երեխա, ինքը կարողանա իր տղա երեխային պարի շարժումները գոնե սովորեցնել։ Շնորհակալություն, կարծում եմ շատ սպառիչ պատասխաներ։ Մեր հաջորդ հարցը հետևյալն է. ինչ գործառույթ էր կատարում հայկական տարազը պարերում։ Հայկական տարազը այդպես առանձին գործառույթ հենց պարերում չի ունեցել, տարազը եղել է մարդկանց առօրյա հագուստը։ Իրենք ուղղակի առօրյայում են դրանով եղել եւ հետեւաբար պարնել եղել է իրենց առօրյայի հատվածը, պարել են արդեն այդ հագուստով։ Տարազ տերմինը մենք տվել ենք այդ հագուստին շատ ավելի ուշ, երբ որ ինքը գործածությունից է դուրս եկել։ Իսկ մինչ այդ ինքը եղել է մարդկանց առօրյա հագուստը, որով իրենք առօրյայում հանդես են եկել։ Ես կուզեմ իմ կողմից հարց հավելել, իսկ ինչ գործառույթ ունի տարազը այսօր ու ինչպիսին պետք է լինի վերաբերմունքը տարազի հանդեպ։ Տարազի գործառույթը այսօր ցավոք մնացել է միայն ելույթային, այսինքն դա հագնում են, որպեսզի ելույթ ունենան, եւ ինքը առօրյայում կիրառելի չի, որովհետեւ ըստ երևույթին այս հարցին ճիշտ ասած շատ կոմպետենտ չեմ, որ պատասխանեմ, որովհետեւ հենց հագուստի մասնագետները ավելի լավ կասեն, բայց կարծում եմ նաեւ որ մենք այսօր ունենք ժամանակների համար ավելի հարմարավետ հագուստ, եթե հարմարավետության տեսանկյունից նայենք։ Բայց եթե մենք հագնում ենք տարազ ելույթի նպատակով, եթե հագնում ենք տարազ ցուցադրելու նպատակով կամ մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնելու նպատակով, այդ դեպքում վերաբերմունքը ճիշտ նույնն է, ոնց որ պարին, դա պիտի լինի ճշգրիտ, այսինքն չպիտի ես ներքևը հագնեմ կարինի շրջազգեստ, վերևը հագնեմ Սասունի վերնահագուստ, գլխիս էլ դնեմ Արցախի ինչ-որ գլխանոց։ Պիտի կամ, չգիտեմ, գլխին դնեմ իմ հորինած գլխանոցը ենթադրենք, կամ կարի տարազի գոգնոցի մեջ ինչ-որ դետալ փոխեմ, իմ ուզած դետալը անեմ։ Եվ կա երկրորդ մասը, որը այսօր բավականին ակտուալ է, երբ որ մարդիկ ստեղծում են նորաձև հագուստ ոճավորված ազգային էլեմենտներով։ Այդ արդեն լրիվ ուրիշ
պատմություն է, ուտեղ էլի կարծում եմ ես շատ կոմպետենտ չեմ, որ խոսեմ, բայց քանի որ ամեն դեպքում տարազը այսօր կիրառելի չի որպես առօրյա հագուստ, կարծում եմ գեղեցիկ է, երբ որ մարդը իր առօրյա հագուստի վրա ունենում է դետալ ավանդականի մի հատ զարդանախշի, այսպես չգիտեմ, ասեղնագործ նախշ ունենում շապիկի վրա, եւ դրանով նաեւ երբ որ Հայաստանից դուրս է գալիս, իր մի շապիկով ցույցում է իր ինքնությունը։ Շատ հետաքրքիր նկատառում էր իրականում։ Ես հենց ամեն հարցի հետ մտածում կարող է այս վերջին հարցն է, բայց հարցերը ավելանում են։ Հաջորդ հարցը, ինչ տարբերություններ կան պարերում կապված աշխարհագրական տեղանքից, ասենք Սարում բնակվողները ստիպված էին ուսուսի քողքովի պարել ի տարբերություն Տափաստաններում բնակվող, ասենք, ռուսների, որոնք լայն քայլերով ու առավել տարածական շարժումներ են անում, ու համաձայն եք այն տեսակետի հետ, որ հայ կինը գերազանցապես դաստակի եւ ձեռքի շարժումներով կարող էր արտահայտել դուրս հանել հույզերը։ Նախ նշեմ, որ շատ լավ հարց է առաջինը հատկապես, որովհետև հաճախ մեր ուշադրությունից դուրս ամնում այդ հանգամանքը, որ պարերը ստեղծվել են հարմարեցվելով այդ բնաշխարհին եւ կոնկրետ Հայաստանի դեպքում իրարից տարբերվում են կարինցու պարերը եւ սասունցու պարերը, որովհետեւ կարինը այլ տարածաշրջան է, կլիմայական եւ ոչ միայն, իսկ սասունը լրիվ այլ տարածաշրջան է։ Եվ այստեղ իհարկե նպաստող շատ հանգամանքներ կան, սկսած նրանից, որ օրինակ կարինը ավելի բարձրադիր է եւ այնտեղ մարդկանց հագուստը սովորաբար լինում է ավելի տաք, եւ երբ որ դու հագնում ես ավելի տաք հագուստ, շատ թռիչքներ անելը ինքն իրենով դառնում է ավելի բարդ։ Ի տարբերություն ենթադրենք ավելի տաք հատվածների, որտեղ մարդիկ միշտ ավելի թեթև են։ Եվ նաեւ անպայմանորեն ազդեցություն ունեցել սնունդը պարի վրա, որովհետև կախված նրանից, թե ինչ սնունդ են կերել, էլի պարի ձևը փոխվել է։ Ծանրամարս սնունդ ուտելուց այլ ձև են պարել, ավելի թեթև խոտ, բանջար, կանաչի, բանջարեղեն ուտելուց մարդկանց պարը բնականաբար այլ է եղել։ Իսկ ինչ վերաբերվում է կնոջ դաստակի եւ ձեռքի շարժումներին, այստեղ պիտի ասեմ, կարող եք իմիջիայլոց այսպես հղում անեմ, մի ֆիլմ նայել, կա ֆիլմ, որ կոչվում է Վասպուրական, կարծեմ 1960-70-ականների ֆիլմ է, որտեղ պարում են Վասպուրականից գաղթած մարդիկ եւ Վասպուրականի պարերը, այդ խումբը Էմմա Պետրոսյանի խումբն է եւ այլն, եւ շատ հետաքրքիր է էթնիկության տեսանկյունից մի հատ նայել կրողի պարածը, իսկ իրենք կրողներն են, հենց այդ մշակույթի, իրենք դրա մեջ ծնված մեծացած մարդիկ են, այնտեղ մի հատ շատ հետաքրքիր դրվագ կա տալտալա պարի մեջ, երբ որ մենք գիտենք, որ իրականում ոտքը պիտի այսպես լայն բացվի, դեպի աջ հետ գա, եւ կանանցից ոչ մեկ լայն չի տանում ոտքը հետ բերում, որովհետեւ այդ պարագայում կարող էր փեշը մի քիչ ավելի շատ բացվել, ոտքը ավելի շատ երևար։ Կանայք եղել են շատ զուսպ, եւ սա վատ իմաստով չեմ ասում, այնպես չէ որ խեղճ բացարձակ, բայց զուսպ քողարկելով իրենց մարմնի մասերը եւ եթե մի հատ էլ հիշենք այն նախորդ ասածս, որ մեր պարերի մեջ չի եղել այդ հատվածը, որ մարդիկ պարել են նայելու համար, իրենք պարել են իրենց համար։ Հետևաբար այստեղ մենք որպես բանաձև միշտ օգտագործում ենք այս արտահայտությունը, որ հայկական պարի վեկտորը ուղղված է դեպի ներս, այսինքն մարդը պարում է իր ներսի համար եւ դեպի վերև, այս երկու ուղղությունով։ Արտաքին աշխարհի համար մարդը չի պարել, այդ թվում նաեւ կինը։ Շատ լավ։ Ու կարծես հարցերը չէ, ավելանում են։ Երևի վերջին հարցը, արդյոք փորձել եք կիրառել արհեստական բանականությունը օրինաչափությունների վերհանման համար, ինչու ոչ նաև ձեր նշած վեպերից, գեղանկարներից եզրակացություններ անելու համար։ Ճիշտ ասած, դեռևս այդ կետին չենք հասել, արհեստական բանականությունը պարբերաբար կիրառում ենք ինչ-որ հարցերի դեպքում, բայց քանի որ օրինակ նույնիսկ Հույլիսիցյանի աշխատությունը, որը մեր համար հիմք է,
այդպես բաց հասանելի հարթակներում չկա կամ կա, բայց այնպիսի ֆայլը ինքը դե բավական հին գիրք է, դրա սկանարված տարբերակն է եւ այս արհեստական բանականությունների համար բարդ է լինում դա ընթերցելը։ Այդ հարցերի պատասխանները դեռևս արհեստական բանականության համար տալը բարդ է։ Բայց իհարկե ինչ որ հարցերում օգնում է եւ սա իրականում շատ արագ զարգացող ուղղություն է, որը կարծում եմ անպայմանորեն պիտի կարողանանք ծառայեցնել էլի մեր աշխատանքի, մեր գործի օգտին։ Ես հավելեմ, որ երևի դեռ նյութերը պետք է համապատասխանեցնենք ինչ որ ֆորմատի, որ այսպես ասած մարսելի կլինի արհեստական բանականության համար, որպեսզի կարողանանք նաեւ այն ճիշտ ձևով օգտագործել։ Այստեղ մի հարց էլ աչքովս ընկավ, կուզեմ դա էլ քննարկենք, եզրափակենք։ Արդյոք հնարավոր է կրկին հորից որդու պարը փոխանցելու շղթան վերականգնել եւ եթե ոչ, որն եք տեսնում պարի պահպանման եւ ճշգրիտ փոխանցման լավագույն միջոցը։ Ես շատ կուզենայի, որ հորից որդի փոխանցվեր, այսինքն կուզենայի պարը այնքան կենսական լիներ, որ յուրաքանչյուր հայր այդ պարը իմանար եւ հորից որդի կարողանար փոխանցել։ Թերևս այսօր խնդիրը տեսնում եմ այդ առաջի շղթայում, առաջի կետում, այդ հոր կետում, որտեղ կարծում եմ, որ շատ լավ կլինի, եթե աշխարհի բոլոր հայերը իմանան հայկական պարերը։ Բնական է, որ բոլորը հավասար ունակություններ չունեն, ամեն դեպքում պարը դա ռիթմի, ձեռքի, մարմնի, գլխի, իրանի, ոտքի համադրում է մեղեդու հետ, որը իրականում այնպես չի, որ բոլորին այդպես հեշտությամբ է տրվում, բայց ճանաչել դա իմանալ, կարծում եմ բոլորը պետք է եւ ճանաչեն եւ իմանան, այնպես ինչպես կոմիտաս բոլորը չեն երգում, բայց լսել բոլորը կարող են, կարծում եմ, եւ պետք է լսեն, որովհետեւ այդ հատվածում էլ կամ Հայրիկ Մուրադյան բոլորը պետք է լսեն, որովհետեւ դա եւս կրթադաստիարակչական բնույթ կրող մշակույթ է։ Այս պարագայում ուղղակի կարծում եմ պարը ունի հանրահրթակման խնդիր, մեծ տարածում ստանալու խնդիր, բայց միևնույն ժամանակ չմոռանալով պատասխանատվության հանգամանքը, այն հանգամանքը, որ դա մեր մշակույթն է եւ մենք դա ժառանգել ենք եւ պիտի ժառանգենք, դա մեզ եկել է եւ մենք պիտի շարունակենք տալ առաջ եւ հիշենք, որ մեր նախնիները դրան վերաբերվել են որպես սրբազան երևույթի եւ նույն սրբազանությամբ վերաբերվենք, որովհետեւ այն թաքնված, այսպես ասած, մեսիջները, որոնք կան ավանդական մշակույթում, մենք պիտի ճիշտ նույնությամբ փոխանցենք առաջ եւ ոչ հակառակը։ Շնորհակալություն, իրականում ինձ բավականին նաև ամփոփող ուղերձ ստացվեց ու հենց այս հարցով, այս ուղերձով սահմանափակենք, եզրափակենք մեր Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն կրկին Անին Կինոսյան, շնորհակալություն Հայ Connect-ին այս միջոցառումը նախաձեռնելու համար, շնորհակալություն նաև բոլոր մասնակիցներին ու հարցերի համար։ Հայ Connect-ի կողմից էլ ես եմ ձեզ ուզում շնորհակալություն հայտնել եւ մեր ամբողջ հոգաբարձուների խորհրդի եւ թիմի կողմից անչափ հետաքրքիր թեմա էր եւ դուք Անի շատ այսպես հետևողականորեն եւ դիմացակ մեր բոլոր հարցերին ու տեսնում եմ, որ դա ձեր տարերքն է եւ բնական է դա։ Անձամբ իմ համար պարը նա պաշտամունք է, որովհետեւ գիտեմ, որ կարող ենք առողջանալ պարի, կան շատ ծանր հիվանդություններ, որոնք բուժվում են պարերի միջոցով։ Ուղղակի մեր այսպես քաղաքակրթական կորուստներից է նաև այդ բնական շարժումներից մեր հեռանալը բնական պարերից, բնությունից։ Շատ շնորհակալ եմ, հույսով եմ այս խոսակցությունը մենք կարող ենք շարունակել մեր հարթակում, ես այս բաց հարցերը կգցենք այնտեղ, բոլորը համեցեք, այնտեղ շարունակենք մեր քննարկումները, կարծում եմ շատ այսպես վեր քաղաքական, վեր կրոնական, վեր ամեն ինչից վեր բան կլինի, տարածք կլինի մեզ համար Հայ Connect-ը, համեցեք բոլորդ եւ շատ շնորհակալ եմ ձեզ
Բարի օր։ Ես եմ շնորհակալ, բոլորիս բարի երեկո։ Շնորհակալություն։ Լավ երեկո։